Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման դուրս են գրել հարկային հաշիվներ։ Ձեռքբերված տվյալների համաձայն կիրառվել է նախապես մշակված բազմաստիճան սխեմա, հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով գրանցվել են ընկերություններ։ Վերջիներս չունենալով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, փաստաթղթերով ձևակերպել են զգալի ծավալի շինանյութի իրացումներ եւ շինարարական ծառայությունների մատուցումներ։ Սխեմայի սկզբնական օղակում ներգրաված կազմակերպության անունից կեղծ հարկային հաշիվներ են դուրս գրվել հաջորդ օղարկում ընդգրկված տնտեսվարողների համար։ Վերջիններս էլ փաստաթղթերով իրացումներ են ձևակերպել իրական գործունեություն իրականացնող ընկերություններին։ Այս ամենի հետևանքով այդ ընկերությունների մոտ արհեստականորեն ձևավորվել են ավելացված արժեքի հարկից հաշվանցման ենթակա գումարներ, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսեր։ Միաժամանակ սխեմայի սկզբնական օղակում ներգրաված կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ, չվճարելով առաջացած հարկային պարտավորությունները։ Իսկ միջանկյալ օղակներում ներգրաված տնտեսվարողների մոտ հաշվանցման ենթակա գումարների արկայության պատճառով որպես կանոն հարկային պարտավորություններ չեն առաջացել։ Պետհետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվար նկած ժամանակահատվածում առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դուրս է գրել ընդհանուր 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ, պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր կազմելու ու տրամադրելու հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Պետական եկամուտների կոմիտեն հարկճարողներին հորդորում է զերծ մնալ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ապրանք հարկային հաշիվներ դուրս գրելուց, ինչպես նաև ծախսերի եւ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելուց։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական միջոցառումներ ձեռնարկել կեղծ գործարքների շղթաները բացահայտելու, պետական բյուջեին վնաս պատճառող սխեմաները կանխելու, իսկ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։